Լարվածություն չկար Շենիկի օդում ապրիլի 7-ի առավոտյան։ Այդ օրը ցերեկը ժամը 4-ին գյուղում ամեն ինչ իրար է խառնվել, երբ կրակոց է հնչել։ Շենիկը ցնցվել է, երբ իմացել է, որ Սպարտակը որսորդական հրացանի կրակոցով սպանել է համագյուղացի Վաչիկին։ Ասում են, գյուղում մեքենան ճռասնելու շուրջ 6 է մահացու կրակոցով ավարտվել, սակայն դեռ 2023 թվականից են լարված եղել Սպարտակի ու Վաչիկի հարաբերությունները։ Պատմում են, որ լարվածությունը սկսվել է, երբ Վաչիկի անչափահաս որդին տնագնդի մեջ թաքցրած քարով խփել է Սպարտակի եղբոր Հովանեսի անչափահաս տղային։ Որպես Վաչիկը մոդիկ մարդ, գնացել եմ ասել այդ տղեկին տնամ ասեմ ամոթ չի դուք իրար այդ վեճը կանում։ Ըստ Հովանեսի վեճը հարթելու նպատակով ինքն ու եղբայրը Սպարտակը զրուցել են Վաչիկի տղաների հետ ու պատրաստվելիս են եղել տուն վերադառնալ, երբ Վաչիկի եղբորն են հանդիպել ու ծեծկրտուկ է սկսվել։ Աղբերս այդ ժամանակ ձեռքս բռնած ասես քել ելնենք։ Վաչիկի գկասանք երեխա ենք, խոսանք։ Մենք դուրս էինք գալի, Վաչիկի եղբայրը խմած, հելա մեր դեմն է։ Բա ինչ ա եղել, Սպարտակն ասեց ուրիշի հայատ ենք, ելնենք ենքում, երեխային հիմի վիճել են բան, խփեց աղբորս, խմած։ Դեռ եղավ վիճաբանություն, այդ վիճաբանության ժամանակ իրանք ինձ խփին, մենք խփինք, իրանք խփին։ Հետո, երբ կրկերը հանդարտվել են, փորձել են նորից խոսել, ըստ Հովանեսի այդ ժամանակ Վաչիկի որդիներից մեկը դանակով մի քանի հարված է հասցրել իրեն։ Ու մեկ է կողի ժողովուրդը գոռում են Հովոյին խփին, փաստորեն իր տղան Կարենը ֆրացել է մեր խանութի դեպից գիշերով, դանակով 4 հատ հարված է հասցրել ինձ։ 11 ժամ վիրահատել են Հովանեսին։ Ամբողջ օրգանները ծակած էր, թոք, լյարդ, ստոցանի, վնասված էր կար։ Իրան վաբշե բացարձակ ընդհանրապես հույս չէին տալիս, որ կապրի։ Դանակահարությունից հետո ավելի են լարվել համագյուղացի երկու ընտանիքների հարաբերությունները։ Մեր երեխաները կամ մենք որ դուրս էին գալիս, իրենք մեքենայով որ անցնում էին, անպայման քշում էին մեր վրա։ Անահիտի խոսքով դիմել են ոստիկանություն, բայց իրավիճակը չի փոխվել։ Գալիս էին, որ գրանցեին այդ կան չեմ արել վերջը, գրանցում էին իմ բողոքը, հետո ասում էին ապացույց, բայց ինչով ապացույց էի։ Նկարեիք ասում էր, բայց ինչ նկարեի, այդ պահին մահանայի նկարեի, թե ոնց եմ մահանում, մեքենան ոնց է քշում ինձ վրա։ Համագյուղացու կրակոցի զոհը դարձած Վաչիկի եղբորը խնդրել ենք ներկայացնել պատմության իր վարկածը, նա հրաժարվել է խոսել։ Սպանությունից 7 օր անց ոստիկանները ուժեղացված ծառայության են Շենիկում, զգուշանալով կրիմինալ պատմության շարունակությունից։ Դե երկուսն է խելոք ընտանիք, աղբեր անշարժ ընտանիք, թե ինչի սենց եղավ։ Ինչի տենց եղավ մի սուտ բանի պատճառով ոչ մեկը չի կարողանում հասկանալ ինչ եղավ։ Գյուղում դեռ ուշքի չեն գալիս սարսափելի պատմությունից, ուզում են, որ երկու ընտանիքները ի վերջո հաշտվեն, Շենիկը վերագտնի խաղաղությունը։ Վաչիկը, Սպարտակը, Հովոն, մինչև այդ դեպքը եղել են ոնց որ աղբերներ, միշտ օգնել են իրար, ով ոնց կարողացել է։ Սպոն խելոք, անշար մարդ, տղեն պարապող, այն մյուս տղեն աղբերս էլի, անշար աշխատող մարդիկ։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։